պետք է հագվեցին, ընդհանրապես չասի, ես փող չունեմ, յոլա չեմ գնում, սոված եմ ամոթ են մարդուն, որ կասի չունեմ։ Մեր հանդերը լիքնա, հենց որ գարունը կանաչը դուրս եկավ, սինդրիկը դուրս ա գալի։ Մինչև ձնի կաթալը մասու ենք ունենում, ալոճ ենք ունենում, զկեր ենք ունենում, հանդից բերում ենք, տանձուխնձոր ալում, վայրի, թթու ենք դնում են ժամանակ, հմնել անողներ կան, բայց ոչ բոլորը։ Մարդկա չի անում, շվակումը նստում է, այն ճպուրու մրջունի նման, ձմերն ասում ունենք, որ թասը ձեռին ուզում է, բայց խի։ Այնքան կան մեր գյուղում, բանջար են քաղում, ծախում, բալբեն են ծախում, սինդրիկն ա ծախում, անգամ մանուշակը քաղում ու վաճառում է։ Իսկ անվան մարդը մնում է թենց էլ անվան։ Հագոցին եթե ասի չունեմ, ամոթ այդ մարդին, նա ունի։ Կարող է չի աշխատում, գրաղից բերող չունի, պետությունը նրան չի օգնում, բայց մեր հանդերում այնքան ելած կա, որ դու կարաս քաղես, վաճառես, ապրես։ Յուրաքանչյուր հագվեցու պատմությունը սկսվում է մոշից ու մոշու թփերից։ Ու հագվուն ու հագվեցուն ոչինչ չի մնում, քան օգտվել այն անսահման հնարավորությունից, որ բնությունն է նրան ընձեռել։ Հրեն հանդերը բոլ ապրուստի տեղ է, ապրուստն էլ թափած, բայց հավաքողը ով է, ասում է գյուղի պետ ու կրակ Սուսան տատը։ Նա հանդիպակաց սարերի, ձորերի ամեն մի անկյուն անգիր գիտի։ Անգիր գիտի, որովհետև դեռ մորուց ու մանկուց հանդուչոլ է արել, դժվար ապրուստ ստեղծել, եւ ի վերջո չիմանալ չէր կարող, որովհետև Սուսանը վաստակաշատ ոչխարապահի եւ կտվորուհու աղջիկ է եղել։ Հագվում ավելի շատ հատապտուղ մոշներ, ու բոլորն է, որ տանում ենք մոշը տամ, ասեն մոշուտեցիկ եկան, որովհետև մոշի թփերը շատ էր, Կիրովականից, Լենինականից, քշերակաց մարդիկ էին, Ռալենումը կրակ էին անում, անտառում, գիշերը մնում, մի անգամ էլ գես գիշերին պապաս պարտիական էր, պարտիաղի ժողովը վերջանում է, դուրս ա գալի, տեսնում եմ մի մարդու կնիկ, սենց կուչեկած պատին հենված նստած են, ասում այ մարդիկ, ես ովքեր եք, ես խեք, ես քշերվա, ես քշերին կանգնել ըստի ծվար արել, բայց Լենինականից ենք եկել ենք, որ գնանք առավոտ մոշի, մնալու տեղ չունենք, մեկ է տես քշերին բերուց մեր տուն, մորս կանչես հերմա տեղ գծ, ես օտարական մարդիկ են, առավոտը պետք է գնան, քնելու տեղ չունեն։ Սարմանում եմ, էլի հմիկ վակնանիկ կարող է խոսան, մերը սուր ախուր աղժպտերս դեկին էր, վեր կացավ տեղ սարկեց, հաց դրուց, հաց կերան, քնեցին այդ մարդիկ, առավոտ գնացին, եկան մեր տուն, որ շոյերները հակնեն, գնան, իրանք սարվոր մարդիկ էին, բերուց դրանց հետ մեծ ողջարի բլիտ պանիր դրուց, չէ, քույրիկ ջան, թե չէ, տարիք, հետները դրեց, ես մարդիկ գյուղի չգիրեմ էլ ինչ դրեց ավելուկ էր սարից բերել, ինչ տարան գնացին, մի քանի օր հետո այդ մարդիկ եկան, երևի երախտապարտություն էր դա, ինչ էր, չգիտեմ, մի մեծ սումկ ա, լիքը սումկ են, մինը միջին 1000-ին բաներ էին բերել, մենք թե գյուղի երեխեք են կամ Պեչենի են բերեն ժամանակ, այդ բերանիկը, մեկ էլ բուբլիկ էինք ասում, այդ շատ ընդունված բաներ էին, թխվածքներ, երեխեք ենք բերին տեղանք, մենք էլ ուրախացանք, համեքս մեկ տորվեր կալած կծելով ես կողմեք գնում։ Սուսանը արդեն թոշակառու է, բայց պարապ նստողներից չէ, հազար ջահելից էլ ջահել է ծունկն էլ ինչքան անի դեռ կբանի, ամուսինը 90-ական թշվառ տարիներին զոհվեց գնացքից, երբ սխալ բաց թողնված երկու գնաց խփեցին դեմ հանդիման, դրանից հետո Սուսանը ընտանիքում եւ կին է եղել եւ տղամարդ, գոմում ու տնտեսությունում ոչինչ չի պակասացրել, հակառակը շատացրել ու շենացրել է։ Ես տանը պարապ չեմ նստի, անընդհատ հանդեմ գնացել, մոր եմ հավաքել, մոշ եմ հավաքել, քաղում էի վաճառում, առաջի հերթին ալյուրն էի առնում, մի քանի մեշոկ, դնում եմ տանը, նրանից հետո օճարա, լուցկիա, որ հասարակ բաներա լվացքի փոշիա, ինչա, այդ բոլորը շատով էի առնում, ճաշացումա գիտեի ձմեր ինձ փոխտվող չկա, բայց այնքանը թենց բերում էի, երեխիս հետ մի հատ կով էի պահում, մի քանի հատ ոչխար էի պահում, այդ կովի կաթից էլ էի ծախում, այդ ողջարի պաներից էի ծախում, հետո որ ինքը գնաց արդեն բանակ էլ օգնող չունեի, ամուսնուց մեքենան ծախեցինք, ձի առա, այդ ձիով գնեի հանդից փետ բերեի, մի օր գնացել եմ, հենց որ տվի փետին, որ կոտրեմ փետը, որ ձյուհմա բեռան եմ բարձեմ, կացինը հենց պոչիցը պոչը պոկվեց, փոքրիկ կացինից, մոլորված կանգնած էի, մինե Պեպանյան ապոն համբարձումը, խոզերը ռածասներ չէի տեր, ասավ, ինչ կա Սուսան քիրա, վայ ասի ապո ջան կացինս կոտրվեց,
ջանը տլիսա, մի փոչուր տապոր ուներ կամարի մեջին, հանեց, ահագին փետ ջարդեց, քիրասքանը հերքասվի, ապո ջան, շատ էլա, թե խոսերս դե գնացին, ես գնամ, էդ ինքը գնաց, ես բարձեցի ձյուն բերի, եկա մութը թալեն հասա, ինքը գիտի, դուք չգիտեք, մեր գյուղից մի հատ կնիկ կար, բուժքույր էր, Շողիկ էր անունը, ասավ Սուսան էդ ինչ քողլու բարձել ես էդին, շատ լավն է, մի քիչ գնացինք, աչեն տրաքեց, փետերը թափվեց, այ Շողիկ ասի լսել էի Սոյանների աչքը բռնում է, բայց լսել չէ, որ հարսների աչքն էլ է բռնում, սկսեց ծիծաղելը, մինչև տուն բերեց բերը 10 տեղ փուլ եկավ, մի ցանում, քան որ դիր ցանած բան կա, Հեշտ չէր, բայց հնարավոր էր։ Մեքենայի ղեկը կառավարել չէր կարող, բայց ձյունը կառավարեց ու կառավարեց։ Սկզբում երջանկահիշատակ մոր օգնությամբ, հետո հենց աչը ընկավ, սկսեց կտրել ու չափել հանդիպակաց հանդ ու չոլերը։ Սուսանի ձին էլ իր նման համառ էր, հեչ հոգնել չուներ, տիրոջն էլ հավատարիմ ու կարեկից։ Մորս էտան, սկզբից ձիբարցիլը չգիտեի, մերս հետս գերը Ռիման, Բարոսյան Ռիման, ուրեմ ինքը պետը օգներ ջարդենք, բարձեր, սենց բարձի, թոգը սենց գծի, նենց գծի, ու թենց սկսեցի սովորիլ էլ էդ մենց կնգանը չտանեի հետս, պարավ կնիկ ես։ Սուսանը հուսահատվողներից չէ, թեպետ դժվար կյանք է տեսել, կյանքն էլ շատ տեղերից հարվածել, ամուսնուն շուտ կորցրել, 2 երեխաներին միայնակ մեծացրել, բայց չի հուսահատվել, հակառակը դժվարությունը ծափով ու ծիծաղով անցկացրել, բոլորի համար օրինակ դարձել, բոլորին էլ ոգևորել իր եռանդով, անսահման շատ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ։ Մի անգամ տղիս տարել եմ, առաջ դասանի երեխայա, լղոց ենք ասում, էդ աղբրի մոտ գնացինք մոշ ենք քաղում, այս Սմիկվա խանութ Պանարսենը որ կա Մանուկյան, դրա կնիկու 2 տղեն էլ Հրայրն ու Սերգոն էլ ուջուր երեխեք են, մինը 5, մինը 6 տարեկան մոշ ենք քաղում, մի կիլյանոց կատոլ ասենց, վզիցը կախարած, մերը որ թուփը մտնում է քաղում են, սևին է տալի թուփը, քաղում եմ, էդ երեխեքը քաղեցին բրծան, մոր հետ երևի գնում են, տղես ասում մամարի գնանք, արի գնանք, ասում եմ մի քիչ քաղենք նոր, ուզում ասի Արսենի կնիկն էլ գնաց, ասում այդ էս Արսենանց կնիկն էլ գնաց, դեռ գալիս չես, շատ վաղ ենք գնում, առավոտ վաղ գնում ենք, որ ճաշին տանը կլենք կուտենք, էլի, բայց որ երեխեքը հետս գեին, նանցման պայման, ջրիցը բռնած, այնա մի վեշավուտ էլիք տանի, մամա սոված ենք, ավելի շատ նրանք հաց ուտեն, քան թե թողեն ես քաղեմ։ Մի անգամ էլ աղջիկս 3 տարեկան է գնացել եմ մոշի, այդ ժամանակ մի 23 տարեկան իսանեմ, այս թալենումն ենք։ Մի թուփ եմ գտել, մարդ չկա, մոշ ասեն, ջագան, կախված։ Հացը դրել եմ, երեխին նստացրել եմ, եթե թփեն կողքն եմ գնում, լացալում, ինչ անում եմ, չեմ անում, ես երեխեն չի նստում։ Բռնեցի 2 սրափափուկ տեղերին, որ տվի, Սուլոյկը, Նիկասիկը, մոշը քաղել է գալիս է մայսի մերը, աղջիկ ջան ասավ, ես էլ իմ մայսին եմ մի անգամ ծեցի, մի ծեցի, երեխին մունջացրու նոր, ասի մունջանում, չէ, լացալում միալարի, ուզում եմ մոշ քաղեմ, վերջը տենց է, որ թե երեխին մունջ չիլում, այդ կնիկն է վրես խոսած, երեխին էլ վեր կալ աման նիսել ու սուսուփուս եկա, դե տանը կես վրս սարումներ, տանը մարդ չկարում վրա թողայ։ Երանելի օրեր էին ու ինքն էլ մի տեսակ յուրահատուկ երանությամբ է պատմում այդ օրերի մասին։ Չէ, Սուսանի աչքը ծակ չի եղել, պարզապես սիրել է ունենալ ու ունեցածից էլ բոլորին բաժին հասցնել։ Ասում է ուրիշ ապրելու ձև ու միջոց չգիտի։ Ուրեմն մի անգամ ուժեղ կարկուտ ա եկել գյուղում։ Ասի հենո ջան գնանք սարը մոշ էլի լրի վստի սրբել տարել ա, խոտել չկա։ Ձյանը նստեցինք, գնացինք, հասել ենք ելը Միրանյան փնփնթում ա հենուն տեղես։ Մերա Տեն մեզ ստի սրբել ա կարկուտը, խոտել չկա, գնանք դարդակ հետ ենք գա, ասի ոչինչ, գնանք սարը կտենամ իմ մանկության օրրանն ա, գնացինք, ուրեմն ջուր ա գնում դետ մոզանոսնումը, ջր ես կողքը սրբել ա, այս սենց հողա, են կողքին, մի հատ կարկուտ չի կպել, մոշի թփերը սենց ժականներով, խոշոր, մուրազին հասած, քաղել եմ ամանները լսրել ուզում եմ մի քիչ երկամ, ասում այդ ադե գնանք մթնում ա, գնանք, ասում եմ հենո ջան քիչ երկացի, մի քիչ երկաղեմ, մի քիչ էլ, հետ ահագին մոշ ենք, այնանից հետո էլ կորել գնացինք, բերենք ահագին էփել ենք, գյուղից մի կնիկ ուզել էր, թե քույրս Երևանից գալտի մի 10 կիլո բեր, Գոհարը, Սահակյան, բերինք, մեր ասում ա չեմ ուզում, ասում եմ Գոհար քեզ ասի, եթե առնիլ տես գնամ, չէ, ես էփել եմ, որը շատ ասավ ջղայնաց ասի հենո,
Չինքշի մեր դուրը, սրա հորը ձմերը մչաղոր մի կտանք, տանենք եփենք։ 30 բան կա, կամպոտարին, միահագին, մուրաբարին, ձմերը կամպոտը բացանելիս, ասենք, հոր մի Երևանդին, իր հորանումը Երևանդեր, որ գոհարնարել էր մենք, որ դանտենք այսքան բացանի։ Սուսան տատը մի քիչ էլ կպատմի իր ամուսնության ընտանիք կազմելու հոր որոշման, արագ ամուսնության ու նույնքան էլ արագ անբախտ նստելու, սիրելի Բորիկին դեռ երիտասարդ վաղաժամ կորցնելու մասին։ Մեր գյուղացի տղայի հետ ամուսնաց, այդ տղան սիրահարված էր ինձ։ Ես դեռ չէ, ծնողներս մտածում էին, որ չտանք, այդ գյուղի մեջին ինչա, որ ուզում ես ամուսնանաս, ճիշտ ասած ես էլ մտադրություն չունեի։ Բայց հետո մերս մտածում էր, որ դուք իրար հետ խոսում եք, այդ տղեն կանգնացնում անհանգստացնում էր, իսկ մորս թվում էր, որ իմ կամքով անա ինձ կանգնացնում ճամփին։ Տենց էլ նշանվեցինք, ամուսնացանք։ Կյանքի ընթացքում 2 երեխաներ ունեցանք, տղա աղջիկ։ Այնուհետև 1993 թվականին վթարի ենթարկվեցինք էլեկտրոքարշի։ Ինքը մահացավ, ես էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց ընկա։ Բայց երևի ճակատագիր էր։ Ճակատագիր էր, որ Սուսանին փորձեց կոտրել, քիչ էլ հուսահատվել, բայց նա ընկույզի պես պինդ էր, ի վերջո ինչպես ինքն է ասում, սարի կաթն ու մածուն կերած աղջիկ։ Իրենց տոհմում էլ բոլոր կանայք պինդ ու երկարակյաց են։ Պետք է ոտքի կանգներ ու առաջ գնար, ուրիշ տարբերակ չկար։ Նանից հետո մնացի ես ու տղես 15 տարեկան։ Իմ միակ հենարանը երեխան էր, Հենրիկը։ Ինքը ինձ էր հույս տալի, ես իրան սեփականաշնորհված հողեր ունեինք, այգիներ ունեինք սերվի կոչված հանդամասում, մեկից հենարան լինելով մեր այգին մշակում էինք, բերքը հավաքում էինք, պանում էինք, օղի էինք քաշում, քաշածը տեղավորում էինք, վաճառք էինք անում։ Ես հաշմանդամի արդեն թոշակառու էի դարձել։ Մեր տնտեսությունը շատ լավ էր կառավարում էինք մենք։ Ահա դժվար օրերով էլ ենք անցկացրել, լավ օրեր էլ ենք շատ ունեցել, բայց որ երեխեքս մեծացան, բանակ գնաց եկավ, արդեն ընտանիք կազմեց տղես, 4 հատ երեխա ունի, 2 տղա, 2 աղջիկ, փառք Աստծո, արդեն ինձ օգնող ուժը շատացավ։ Հիմա ճիշտ է, ես մեծացել եմ, արդեն 70 տարեկան եմ, սիրտը զոնդավորած է, սրբոսկրս վնասված է վթարից։ Ահագին վիրահատություններ եմ տարել հաշմանդամի թոշակառում, բայց երբեք չեմ մտածել, որ ես հիվանդ եմ։ Միշտ լավատես եմ եղել, մտածել եմ, որ այ մարդ կանեմ, ուժս պատում է։ Շուտ չեմ անի, կամած կանեմ։ Հոգնում եմ, նստում եմ, հանգստանում եմ։ Հենոյ մեծ տղեն միշտ ասում է տատի, որ մի տեղ Աստված դուռը փակում է, մի տեղ բացում է։ Ու այդ երեխի ասած զգում եմ, որ ճիշտ է։ Ճիշտ է, երիտասարդ տարիքում 37 տարեկան եմ ել, որ ամուսինս մահացել է, բայց երեխեքս լավն են ել, երեխեքս միշտ հենարան են ել, շրջապատս լավն ել, ամուսնուս ընկերները, ընկերոջ կինը, մին օրինակ հենց քո մաման, շատ լավն են ել։ Այո, քո տատիկը։ Բորիկն էլ երջանկահիշատակ ամուսինը մի Բորիկ էր գյուղում, գյուղամիջի տղա, վարորդ, ամենքին հարեհաս, տարածաշրջանում հարգված ու սիրված մարդ ու ամուսին, այնպես որ նրա մահից հետո էլ Բորիկի հարգանքն ու պատիվը Սուսանին ուղեկից դարձավ, եւ ընդհանրապես այն ժամանակ գյուղերում անփոխարինելի մարդիկ կային, որոնց անունները հավերժ կլինեն ու կփոխանցվեն սերնդեսերունդ։ Օրինակ յուրաքանչյուր հագվեցի լավ գիտի Անուշաբանյանց Վանոյին, ով բոլորի աչքի լույսն էր, ուտող խմող կարեկից ու հարեհաս անձնավորություն, սիրված ու սպասված հյուր բոլորի օջախներում։ Այդ ընթացքում, որ խոտը հնձում էինք, բերում էինք, օգնող չուներ։ Ինչ շատ օգնում էր Պապինյան Վանիկը, ամուսնուս ընկերներ, տրակտորը բերում էր, ու այդ խոտը տղեկ հավաքում, գալի օգնում, բարձում բերում։ Մի անգամ էլ երեխեն դեռ բանակ չի գնացել, ասյազի ջան, լա գնա Վանոձադյային ասա կարանք մեր սեդվու խոտը բերենք, բոլորը բերել են, մերը մնում եմ։ Գնա տեսնում անոր տանկշտին կանգնած Տեպանյան Թաշիկի, որ նա խոտը տեմ բերի։ Ասում է հենո ջան քո մագունեց, ասում է չէ Վանոձադյան, դե խելոք նստի, էս ապաշկան բքուրով դուս կգան օգնության, մեզ կօգնի։ Որ գնում են արդեն սեդվու վրա կախվում է տրակտոր, ասում են Վանո հոп, սենց չեն գնում, պեցիկ թալենտ են գնա։ Արա ասում է իմ հնգեր բորոն կա, որ երեխեն էլ կոմակ չունի։ Բա ով դի օգնի այդ երեխին, գնում են բարձում եք, այդ խոտը դուրը բերեցին, ոչ պատրաստություն եմ տե, որ հացակ են, ոչ մի բան մտածում է երեխին, խաբարը բերի տենանք ինչ ասում։
Էտա վերջը տենց այդ տղեկից շատ գոհ եմ, մենակ նա չէ, շատ շատերն էին ամուսնուս ընկերներից մեզ օգնում, ձեռ բռնում։ Սրանք լավ ու բարի պատմություններ են, որոնք հավերժ դաջված են Սուսանի օրորի մարող հիշողության մեջ։ Պակաս ու պռատ տարիներ էին, որոնք ցավոք հիմա երանությամբ է հիշում։ Ասում է կարևոր է այն ժամանակ հարգանք կար, նամուս կար ու հասիբ։ Մեկը մեկով ապրում էր, մեկը մեկին վստահում։ Սա էր գյուղի կյանքը ու իրենց կյանքը։ Ու այն ժամանակ դռանը մենք փակ չունեինք, որ ներսից փակենք ու քնենք։ Մի մեծ տաբուրետ կար, դուռը փակենք, էտել դնենք դեմը ու քնենք։ Երևի մեր հարևանները բոլորը լավ մարդիկ էին, դրա համար իմ ծնողները դավիրի էին անում, գնալիս միշտ ասում երեխեքին ուշադիր։ Մենք դրան վրա փակ չունենք, գնալիս մի թելով կապենք ու գնենք, որ տատը ստանը չլիր, որ տուն մտնող չելի, տուն մտնողը գողը չի կարա թելը քանդի ու մտնի։ Էդ էր։ Հիմա որ Երկա թե դուրն էլ կկտրեն, դրած պատն էլ կքանդեն, ներս կմտնեն, այն ժամանակ նման բաներ շատ հազվագյուտ էր, թենց բաներ շատ քիչ էր պատահում։ Սուսան տատը ազնվության համար պիտի ասի նաև, որ ինքը ճիշտ է անբախտ կին է եղել, բայց մի հարցում բախտը բերել ու լավ սկեսուր է ունեցել, թեպետ ինքն էլ վատ հարց չի եղել, արել, դրել, եփել ու թափել է, Հագվեցի Բորիկանց տունը ծաղկացրել ու շենացրել։ Կեսուրս խիստ կին չի ելել, շատ լավ կնիկ է ելել ինքը, գիտես ոնց էր, տանը նա գործ չերամ, նա գործը գներ կով կթերգեր, երևի մի 65 տարեկան էլի, որ ես հարս եմ եկել, նրա մի բան ներված, ժամը 6-ին զարդներ, գեր մեր սենյակը դուր բացնել, սա հարսի շնոք չի, հարսը պետք է վաղը վեկենա, հարսի շնոք չի, ծմերը ժամը 6-ին վեր կենաս, ինչ է, ոչ երեխա ունես, ոչ մի բան, ամուսինս ասեց վիշկաց մերս վերակացի, հետա ես վեր էի գնում։ Ինքը քներ մինչև 12, ինքը ջահել չէր, ես տան պարավն էի։ Մի խոսքի ասենք մի ամանա դրած, կարաս ասես աղջիկ ջան, ես ամանը խիչ ես իրա տեղը դրեմ։ Կարաս ասես, ես ինչ աստի գծած, խիչ ես տարել իրա տեղը դնես, արդեն նա վեճ ա դառնում։ Մեծից է շատ բան կա կախված են ընտանիքի անդորը պահելու համար։ Դե բացի այդ ասում ա հոր տանը վատ աղջիկ չեմ տեղ, կեսօր տանը լավ հարս է, այսինքն հոր տանը մերը գովում է, կեսօր տանը կեսուրը փնովում է, դրա համար լավ հարսը չի լինում, կես աղջիկ։ Ինքն էլ հիմա հարսատեր է, բայց շատ բան տեսնում ու քիչ բան խոսում է, հարկ եղած դեպքում լռում, թողնում հեռանում, իր անելիքը միայն ջահելներին օգնելն է, թև ու թիկունք լինելը։ Ասում է խստությունը իր խելքի բանը չէ, սկեսուր լինելն էլ իր բանը չէ։ Մի անգամ հիվանդ եմ, ներվերից համար ուղարկել են, դե վերջերս որ զոնդավորվել է, անդադ բատել է, ուղարկել են ներքև ստուգման։ Այդ բժշկուհին հարցնում է, ասում ասենք ձեր տանը վեճ ալում, տատի, ինչ եք անում։ Ասի վեճը որ լում է, ասում եմ տենում եմ ընդունող չկա, մարդի իրազրույցը շարունակվում է, ես թողում եմ դուրս եմ գալի։ Գնում եմ ընդի, որտեղ հաճելի է զրուցում ենք, փորում եմ, թանում եմ, մի բանով զբաղվում եմ, որ տուն եմ գալի, արդեն խաղաղվել ենք, մեր զրույցը խաղաղ վիճակում է շարունակում։ Պետք է լռես, համբերես, երկուսից մեկը պետք է համբերող լինի։ Ամենաճիշտը դա է, համբերությունը ծով է, ես ծով համբերություն ունեմ։ Ու որ անցակենում այդ պահը նորից նստում ենք խաղաղ իրար հետ սուրճ ենք խմում, զրուցում ենք, ու ամեն ինչում ես միշտ օգնել եմ։ Կարող է հարցս չգնահատի դա, տարիներ հետ ասի այս ինչ արել, բայց այն որ ինձ մոտ չեն արել, ցանկացել եմ ես միշտ անեմ, միշտ դրական բաներ անեմ, լավատեսել եմ, ոչ թե ջլիսպարավի մտածելակերպով։ Բարի աշխատասեր հարեհաս ու կարեկից մարդ, գյուղում այսպես գիտեն Բորոյի Սուսանին, բայց նա սիրված է նաև ջահելների շրջանում։ Բնավորությամբ հաճելի անձնավորություն էի, զրուցասեր։ Հետո ջահելներն մեմեն կոֆեի բաժակ էին այում, խփփորում էի, դե ջահել օգ մի ասում է, ահա, քեզ հետևող կա, ջահել աղջկան հետևող, չի իհարկե մի տղա կնայի, ջահել տղին մի աղջիկ կնայի, ասե այսօր ձեր տուն հյուրտ են գալ, ոնց կլի որ այդ տուն հյուրտ չկան, հավատային ասեն, հա, դու տես գնալ նա տիգալ, հենց բաներ, որ առօրյայում այդ օրը լումը, ասեն սա տոտան հետ ճիշտ բաներ ասավ, բայց իրականում ես բաժակն այլ էլ չգիտեի կարգել։ Ուրախացնում էիք էլի ընդհանուր մարդկանց առօրյան։ Տաղանդաշատ Սուսանը մեր բաժակը չի նայի, թեպետ խնդրում ենք, որ մի երկու տող էլ մեզ, ինչպես ինքն է ասում, խփլփորի, բայց փոխարենը մեզ ու ձեզ իր սիրած բանաստեղծություններից է նվիրում։ Վերջում էլ ասում, չկարծեք, թե սարերի Սուսանն եմ ու գիր ու գրականությունից անտեղյակ եմ մնացել։ Լալվարա բարձր սարից շատ սիրուն է աշխարը, անպիտակի աղբյուրից ջուր է տանում իմ յարը, աղբյուր ծաղիկն ու լալը։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Հագվիից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։